Մեդիակենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը, ինչ է թույլ տալիս օրենքը եւ ինչ է տեղի ունենում գործնականում թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Հովհաննես Մարգարյան, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ եւ Նարէ Հովհաննիսյան, իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն այստեղ գտնվելու համար։ Եվ այսպես 2022-ին ընդունված քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում է մի շարք կարևոր մեխանիզմներ դատապարտյալների եւ արտաքին աշխարհի միջև կապը պահպանելու եւ ամրապնդելու համար։ Պարոն Մարգարյան, քննարկումը սկսենք ձեզանից, նախ կխնդրեմ ներկայացնեք մասնավորապես ինչ առանցքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ մեխանիզմներ է նախատեսում քրեակատարողական օրենսգիրքը եւ որքանով է հաջողվում պրակտիկայում դրանք կյանքի կոչել, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, այս քննարկմանը մասնակից լինելու համար։ Ինչպես գիտենք, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ նոր քրեակատարողական օրենսգիրք, որտեղ ի թիվս այլ նոր կարգավորումների նաև անդրադարձ կար, փոփոխություններ կար ազատությունից զրկված անձանց դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապված հարցերի կարգավորման տեսանկյունից։ Մասնավորապես նախկին քրեակատարողական օրենսգրքով դատապարտյալների տեսակցությունների տրամադրման քանակը սահմանված էր հետևյալ կերպ, որ յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի տեսակցություն ունենալ ամսվա մեջ 1 կարճատև եւ 2 ամսվա ընթացքում 1 երկարատև տեսակցություններ։ Այս մոտեցումը նոր քրեակատարողական օրենսգրքով էականորեն փոփոխության է ենթարկվել եւ տեսակցությունների քանակը սահմանվել է արդեն դատապարտյալների կոնկրետ անվտանգային գոտում պատիժ կրելու հանգամանքով։ Մասնավորապես ցածր անվտանգային գոտու նախ նշեմ, ինչպես գիտենք, նաև փոփոխվել է անվտանգային գոտիները, նախկինում ունենք 4 տիպի քրեակատարողական հիմնարկներ՝ փակ, կիսափակ, կիսաբաց, նոր քրեակատարողական օրենսգրքով ունենք 3 անվտանգային գոտի՝ ցածր, միջին, բարձր եւ յուրաքանչյուր գոտի ունի նաև պայմաններ՝ խիստ եւ մեղմ։ Տեսակցությունների մասով ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալներին նոր օրենսգրքով հնարավորություն է տրվել տարվա ընթացքում ունենալ 12 երկարատև եւ 12 կարճատև։ Ավելացնել, որ այս քանակները նվազագույն քանակները չեն, ձևակերպումը այսպեսին է առնվազն, ունենք առնվազն ձևակերպումը, այսինքն դրական բնութագրվող դատապարտյալներին հնարավոր է, որ այս քանակից ավել եւս տեսակցություն տրամադրվի, ինչպես նաև օրենսդրությունը նախատեսում է խրախուսանքի միջոցով, էլի ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառել խրախուսանքի միջոց երկարատև կամ կարճատև տեսակցություն ունենալու միջոցով։ Բացի այս կարգավորումից մի նոր կարգավորման մասին էլ կցանկանայի քանի որ այդ նույն ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալներին հենց հնարավորություն է տրված օգտվել մինչև 30 օր տևողությամբ երկարատև մեկնման իրավունքից։ Ուստի այդ դատապարտյալին, որին որ մենք պետք է տանք օրինակ 5 օր երկարատև տեսակցություն այդ տարածքում հիմնարկի տարածքից դուրս եւ սահմանենք նաեւ դրա նկատմամբ վերահսկողություն, որի մեխանիզմները չգիտենք թե ինչպես պետք է իրականացվի, մենք ներկայում առաջարկություն ենք ներկայացրել քրեակատարողական անձինք նաև որոշ դեպքերում մի փոքր ընտրողաբար են մոտենում, որովհետև իրենք այդ պայմաններում որոշակի ծանրություն ունենում են եւ չեն ցանկանում, որպեսզի նաև իրենց երեխաները կամ ընտանիքի անդամները թեկուզ 3 օրով հայտնվեն, այսպես ասած, բանտային պայմաններում իրենց հետ տեսակցելու նպատակով։ Այսինքն ընտանիքի անդամների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է դատապարտյալների ընդհանրապես ազատազրկված անձանց կողմից, բայց այս արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը կարևոր է, որպեսզի նախ եւ առաջ ընտանեկան կապերը պահպանվեն եւ ազատազրկում Կարողական օրենսգիրքը 95-րդ հոդվածի ուրեմն երկրորդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պահվող դատապարտյալին թույլատրվում է տարվա ընթացքում մինչև ուրեմն 5 օր տևողությամբ երկարատև տեսակցություն ունենալ հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով։ Մեր ուրեմն հարցման պատասխանը ցույց է տալիս, որ այս հիմքով երկարատև տեսակցությունից անձինք որպես այդպիսին չեն օգտվել։ Նաև 87-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է, որ նույն կետի ընդհատելու համար բոլոր քրեակատարողական հիմնարկներին է վերաբերում, որևէ հիմնարկում դա չի գործել։ Դա այն կետն է, որի մասին գործընկերը նշեց եւ նաև բարձաբանումը ներկայացրեց, հա։ Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալներին մենք մինչև վերջերս ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալներին պահում էինք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այսինքն
հարցը ըստ էության մնացած քրեակատարական հիմնարկներին վերաբերելի չի։ Հիմա արդեն Աբովյանում եւս ունենք այդ անվտանգային գոտու պայմանում պատիժ կրող անձինք, դրա մասին արդեն ասացի, թե ինչու չենք տրամադրել։ Այստեղ կարծում եմ նաև որ հնարավոր է օրինակ անձինք որպես այդպիսին այդ ընտանեկան կապերը չունենան, որովհետև լինում է դեպքեր, երբ անձինք որպես այդպիսին նաև այդ ընտանեկան կապերը չեն ունենում կամ անգամ բնակվելու տեղ չեն ունենում, այսինքն կան որոշակի օբյեկտիվ իրողություններ, որոնք նաև ցանկության դեպքում հնարավորություն չեն տա, որպեսզի այս ուրեմն գործնականում կիրառումը ապահովի, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ նաև նմանատիպ պարզաբանումները, նմանատիպ քննարկումներն են օգնում վերհանել այն պատճառները, որոնք, այսպես ասած, գործնականում հանգեցնում են այդ կարգավորումների չկիրառմանը։ Եվ այստեղ կար նաև մեկ կետ 87-րդ հոդվածի ուրեմն երկրորդ կետը, ըստ որի հիմնարկի սահմաններից դուրս անչափահաս երեխաներ ունեցող դատապարտյալին տրվում է տարին մեկ անգամ իր երեխային տեսակցելու նպատակով մինչև 10 օր ժամկետով կարճատև մեկնման իրավունք, եթե այդ տեսակցելու ցանկությունը հայտնել է երեխան եւ եթե դա չի հակասում նրա լավագույն շահին, այս օրենքը այս կարգավորումը ուժի մեջ մտնելուց հետո այս հնարավորությունից օգտվել է նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող մեկ դատապարտյալ։ Իհարկե այստեղ կարծում եմ, որ միգուցե կան նաեւ դարձյալների օբյեկտիվ հիմնավորումներ, բայց այնուամենայնիվ եթե նման հնարավորություն կա, կարծում եմ, որ նաև այդ պատճառները միգուցե պետք է ուսումնասիրվեն, նաև պետք է հասկանալ, քանի անձ է ցանկություն հայտնել այս հնարավորությունից օգտվելու համար։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, պարոն Մարկյան, կխնդրեմ դուք ներկայացնեք հարցին պատասխանեք, հա, քանի անձ է նման ցանկություն հայտնել եւ ինչու ընդամենը մեկ դատապարտյալ օգտվել, նաև կխնդրեմ ներկայացնեք ընդհանրապես ում կողմից ինչպես է որոշվում կարճատև մեկման տրամադրումը ինչպես պետք է հակասի երեխայի լավագույն շահին։ Շատ շնորհակալ եմ 5 օր տեղողությամբ տեսակցության երկարատև տեսակցության մասին արդեն ասացի, որ չի տրամադրվում եւ պատճառները նշեցի, նաեւ նախաձեռնել ենք, որպեսզի այդ կարգավորումը ուժի կորցրած ճանաչվի, իրականում պրակտիկ հնարավոր չի կիրառել եւ նպատակահարմարել չի, քանի որ նույն անձին ում որ պետք է տանք այդ 5 օր տևողությամբ երկարատև տեսակցությունը կարող ենք տալ մինչև 30 օր ժամկետով մեկնում, երկարատև մեկնում։ Մյուս կետի հետ կապված, անչափահաս երեխային տեսակցելու հետ կապված, այո 24 թվականին ունեցել ենք տրամադրվել է այս նպատակով մեկ կարճաժամկետ մեկնում եւ եւս մեկ մեկնում տրամադրել ենք այս 25 թվականի 5 ամիսների ընթացքում ելի նոբարաշեն քրեակատարական հիմնարկի դատապարտյալներից մեկին։ Տեսեք, իրավունքը տրված է, որ իրավունքը տրված է օրենքով, նաև այդ օրենքով սահմանվում են ընթացակարգերը, որով պետք է կիրառվի եւ տրամադրվի մեկնումը։ Քրեակատարական օրենսգրքով դատապարտյալներին մեկնում տրամադրում է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ քրեակատարական հիմնարկի պետը, այսինքն դատապարտյալից ստանալով մեկնման վերաբերյալ դիմում վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովն ու համապատասխան ուսումնասիրությունները իրականացնում, այդ թվում ներկայացված փաստաթղթերը, նրանց հիմնավորվածությունը, արդյոք հիմնավոր են բոլոր փաստաթղթերը թե ոչ, եւ դրա արդյունքով կազմում է եզրակացություն մեկնում տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ, որը որ արդեն ներկայացվում է քրեակատարական հիմնարկի պետին։ Այդ գործընթացի առնչությամբ կա վերահսկողություն։ Այդ գործընթացի առնչությամբ իհարկե կա վերահսկողություն եւ քրեակատարական ծառայության կենտրոնական մարմնի կողմից եւ դատախազական վերահսկողություն, հասարակական դիտորդական խումբը եւս իրավասու է այդ գործընթացների մասով վերահսկողություն իրականացնել։ Օրինակ վիճակագրություն, հա, բողոքարկման ինստիտուտ այստեղ գոյություն ունի եւ մերժում է լինում, ահա։ Քրեակատարական հիմնարկի պետի ցանկացած որոշում եւ ընդհանրապես քրեակատարական հիմնարկի վարչակազմի ցանկացած գործողություն կամ անգործություն ենթակա է վերադասության կամ դատական կարգով բողոքարկման, այդ թվում նաեւ մեկնման որոշումներ։ Պրակտիկայում դա կիրառվում է, քանի օրինակ կան վիճակագրական տվյալներ։ Նույնիսկ քանի որ մեկ անձ է, ես երկար չեմ ուզում խոսել, որպես չնույնականացնենք ում մասին է խոսքը, բայց պրակտիկայում եղել են եւ մեկնման որոշումները բողոքարկվել են, նաեւ բավարարվել են դատարանի կողմից, եղել է որ մերժվել են։ Եթե կա լրացում։ Այս մասով ավելացնեմ նաև, որ տեսեք ինչ ունեցանք, այսինքն ոչ թե այստեղ սուբյեկտիվ ինչ-որ անձա որոշում տվյալ դեպքում մեկնում տալ կամ չէ,
այլ դա որոշում է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը, այսինքն կազմում է եզրակացություն, իսկ այդ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամները տվյալ անձի հետ անմիջական աշխատող մասնագետներն են, հոգեբան, սոցիալական աշխատող, սոցիալ-հոգեբանական իրավական բաժնի ստորաբաժանման ղեկավար, անվտանգության ստորաբաժանման ղեկավար, օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, այսինքն անմիջական աշխատող մասնագետների կարծիք է ձևավորվում։ Շատ լավ։ Տիկին Հովհաննիսյան, եթե կալրացում այս հարցի առնչությամբ, նաև կխնդրեմ ներկայացնեք արդյոք փաստագրված դեպքեր եղել են, հա, խախտումների առումով կամ սահմանափակումների առումով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու։ Այստեղ նաև խոսքի մեջ գործընկերը նշեց, որ կարող է նաև տեսակցություն տրամադրելը երկարատև կամ կարճատև լինել որպես խրախուսանքի միջոց։ Այստեղ պետք է նշեմ, որ մենք ցավոք այդ խրախուսանք տրամադրելու պրակտիկան լայն տարածված չէ, մինչդեռ փոխարենը ավելի շատ այդ կարգապահական տույժի միջոցներն են գործում։ Իհարկե ես զերծ կմնամ այդպես մերկապարանոց հայտարարություն անելով եւ ասելով, որ կարգապահական տույժերը, չգիտեմ, հիմնավորված չեն կամ չպիտի տրվեն, որովհետեւ բնականաբար այն անձինք են հայտնվում քրեակատարողական հիմնարկում, ովքեր հասարակության մեջ հակասոցիալական վարքագիծ են դրսևորել, իրավախախտում են կատարել եւ նաեւ երբեմն լինում են դեպքեր, երբ այդ անձինք անգամ պատժի կրման ընթացքում նաեւ քրեակատարողական հիմնարկի ներսում հաստատված, կանոնակարգին կամ սոցիալական շփումների օրինական ձևերին փորձում են որոշակիորեն հակադրվել եւ բնականաբար այստեղ շատ կարեւոր է որպեսզի կարգապահական տույժի միջոցով անձանց նման վարքագիծը կանխվի, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ բավականին կարևոր է որպեսզի նաև անձի դրական վարքագիծը խրախուսվի եւ անձը նաև այսպես ասած իդեմս խրախուսանքի տեսնի, որ իր ներգրավվածությունը կամ իր դրական վարքագիծը քրեակատարողական հիմնարկներում գնահատվում է։ Այստեղ ուղղակի նաև իհարկե ես իմ մոտեցումը այն է, որ միգուցե թվերը օբյեկտիվորեն չարտահայտեն անձանց են բուն սոցիալական վարքագիծը քրեակատարողական հիմնարկում, բայց օրինակ 2023 թվականի համեմատությամբ 146-ով ավելացել են միջոցառումների թիվը, որոնք կազմակերպվել են քրեակատարողական հիմնարկներում, 4754 անձ նախորդ տարվա համեմատ, այսինքն 23 թվականի համեմատ 24-ին ավել է մասնակցել այդ միջոցառումներին եւ նաեւ այստեղ 40-ով ավելացել է նաեւ աշխատանքային զբաղվածություն ունեցող անձանց թիվը։ Ես կարծում եմ, որ սա բավականին կարևոր ցուցանիշ է եւ նաեւ ինքս մշտապես ներգրաված լինելով ոլորտում արձանագրում են, որ այո, նախորդ տարի եւ այս տարի էլ այդ միտումները շարունակվում են, համակարգի կողմից բավականին մեծ ուշադրություն է դարձվում վերասոցիալականացմանը եւ օրենքով թույլատրելի հնարավոր բոլոր լծակները փորձում են օգտագործել այդ քաղաքականությունը կյանքի կոչելու համար, բայց կարծում եմ, որ նաեւ անձինք, ովքեր ակտիվ ներգրավվածություն են ունենում, ցանկանում են դա այսպես ասած արտացոլված տեսնել իրենց միգուցե անձնական գործերում, այսինքն նաև այս առաջարկությունն ենք մենք փորձում բարբերաբար ակտուալ պահել եւ օրակարգում պահել եւ նաեւ այստեղ իհարկե վիճակագրությունը ներողություն Տիկին Հովհաննիսյան, պարոն Մարգարյան, կխնդրեմ դուք արձագանքեք, հա, եթե այսքան շատ վերասոցիալականացման ծրագրեր են իրականացվում, այդքան մեծ է ներգրավվածությունը, արդյոք չկա վարքագծի դրական փոփոխություն, որն է պատճառը, որ խրախուսանքները քիչ են եւ հակառակը տույժերն են այսպես շատ։ Դրանք տարբեր ինստիտուտներ են, տեսեք, տույժերն ու խրախուսանքները միմյանց հետ համեմատելու չի, քանի որ երկուսն էլ ունեն իրենց ընթացակարգը։ Կարգապահական տույժ ստանում են դատապարտությունները, ովքեր թույլ են տալիս ներքին կանոնակարգի խախտում։ Ինչ որ մեկի կամաճիկով տույժ չեն տալիս, իսկ խրախուսանք կիրառելը դա հիմնարկի պետի լիազորությունների շրջանակ, հայցողական լիազորությունների շրջանակներում է եւ պարտադիր ինչ որ պայման չի, որ անձը ինչ որ կոնկրետ բանի մասնակցես, պետք է խրախուսվի։ Այդպես չի կարգավորում էլ։ Կարգավորումը ինչպես է, պետք է արդյունավետություն ցուցաբերի, որոշակի չափանիշներ կան։ Պետք է ակտիվ մասնակցություն ունենա աշխատանքների նկատմամբ, ուսման նկատմամբ եւ կրկին էլի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ անձի նկատմամբ կիրառվում խրախուսանքի միջոց։ Համեմատության համար ասեմ, որ այդ ուղղությամբ էլի աշխատանքներ իրականացվել են նախորդ 2024 թվականի առաջի կիսամյակի հետ համեմատած, եթե մենք ունեցել էինք 2 խրախուսանքի միջոց կիրառված առաջի կիսամյակի ընթացքում, որից մեկը կասեցվել էր, այսինքն փաստացի ունեցել էինք 1 խրախուսանքի միջոց, մենք 25 թվականի 8 ամիսների ընթացքում արդեն ունենք կիրառված 8 խրախուսանքի միջոց։
դատապարտությունների նկատմամբ։ Պարոն Մարկարյան, ամեն դեպքում հաշվի առնելով վերասոցիալականացման ծրագրերի քանակը, ազատազրկվածների քանակը, արդյոք համաչափ եք համարում խրախուսանքները, թե կարծում եք այդուհանդերձ։ Ես դա չեմ կարող գնահատել համաչափության մասով, բայց դրսևորած վարքագիծը միայն խրախուսանքի միջոց կիրառելով չի արտահայտում։ Այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր որ ներկայացվում են պայմանական վաղաժամկետ ազատման, ստանում են դրական միավորներ, դա եւս հաշվի առնում դրական վարքագծի դեպքում փոխվում են անվտանգային գոտու տեսակներն ու պայմանները, դա եւս դրական վարքագծի մասին է խոսում եւ միջոցառումների ակտիվ մասնակցության մասին է խոսում։ Միայն խրախուսանքի միջոցը չէ, որ պետք է փաստի, որ ինքը դրական վարքագիծ է դրսևորել։ Եթե կա լրացում, Տիկին Հովհաննիսյան։ Այստեղ ուղղակի նաև զուտ դարձյալելի վիճակագրությանը, որը բնականաբար կարող է ունենալ իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ու իր օբյեկտիվ հիմնավորումները, 2024 թվականին երկու լրացուցիչ կամ, այսինքն երկու տեսակցություն է տրամադրվել Աբովյան եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում եւ դարձյալ հղում կատարելով այդ պաշտոնական պարզաբանումներին մեկ խրախուսանքի վերաբերյալ որոշումը վիճարկվել է դատախազության կողմից եւ բավարարվել է, այսինքն փաստացի տեսակցության միջոցով խրախուսանք տրամադրելու մեկ օրինակ են ունեցել 24 թվականին։ Իհարկե այստեղ նաեւ գործընկերը ներկայացրեց այն օբյեկտիվ հիմնավորումները եւ պատճառները, որոնք կարող են եւ այն վիճակագրությունների հետևում, բայց այնուամենայնիվ նաեւ այս վիճակագրություններն են, որ փորձում են թվային պատկերը կազմել իրականության եւ նաեւ այս թվերը դուրս բերելով է, որ միգուցե հնարավոր է որոշ խնդիրներ իդենտիֆիկացնել եւ մտածել այդ ուղղությամբ եւ կարծում եմ, որ այս քննարկումը նաեւ այսինքն այս օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հիմնավորումներով պայմանավորված խնդիրները քննարկելու տարբերակներից մեկն է։ Իսկ հետաքրքիր է, բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում հավասար է պահպանվում արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու այդ իրավունքը, թե կան առանձին քրեակատարողական հիմնարկներ, որոնցում օրինակ ուսումնասիրությունը ցույց է տալիս կամ մշտադիտարկումը ցույց է տալիս, որ խախտումները ավելի շատ են լինում այս առումով։ Դե ինձ թվում է դա առաջինը պայմանավորված է անձանց թվաքանակով, օրինակ այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ պահվող անձանց թիվը շատ է, բնականաբար նաև երկարատև եւ կարճատև տեսակցություններն են շատ, բայց այստեղ պետք է հասկանալ, օրինակ նույն անձն է պարբերաբար օգտվում, թե նաև այլ անձինք են օգտվում, այստեղ կան օտարերկրացիներ, որոնք բնականաբար չեն կարող այդ ֆիզիկապես երկարատև կամ կարճատև տեսակցությունը ունենալ եւ դա նույնպես կարող է արտահայտվել թվային վիճակագրության վրա։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց թիվն է քիչ եւ հնարավոր է օրինակ այնտեղ վիճակագրությունը զիջի, ինչը պայմանավորվեց է նաև այդ օբյեկտիվ հնարավորությամբ։ Բարբերաբար երբ օրինակ ուսումնասիրել ենք վիճակագրությունը, տեսել ենք, որ օրինակ Աբովյանում թվային վիճակագրությունը որոշակիորեն զիջում էր, բայց ներկայումս նաև այդ վիճակագրությունը մի փոքր ավելանում է, որովհետև ամուսնությունների թիվն են ավելանում, այսինքն այն կանայք, ովքեր Աբովյանում են, նաև այդ ամուսնությունների թիվը կամ միգուցե ավելի ակտիվ են այդ ցանկությունը հայտնում կամ ընտանիքի անդամները ավելի ակտիվ են հաճախում, այսինքն այստեղ ես զերծ կմնամ այդ զուտ թվերի համեմատությամբ ըստ հիմնարկների, որովհետև բնականաբար դրանով պայմանավորված բավականին շատ իրողություններ կան, որոնք ձևավորում են թվային վիճակագրությունը։ Պարոն Մարկարյան, քանի որ հարց հնչեց, արդյոք հետաքրքիր է նույն անձինք են օգտվում, կա նման ուսումնասիրություն մշտապես նույն շրջանակներում։ Նման վիճակագրություն չեն կարող վարել, տեսեք, մենք ուղղակի գնահատում ենք այդ արտաքին աշխարհի հետ կապված դատապարտությունների ազատությունը ձեռքված անձանց, նաև դա արտահայտվում է նրանց վերաբերյալ կազմող զեկույցներում, թե արդյոք պահպանում են արտաքին աշխարհի ընտանիքի հետ կապը թե ոչ, եւ դա գնահատման ենթակա կետ է։ Եվ այդ կետը գնահատվում է կրկին անձանքի ռիսկը գնահատելու տեսանկյունից, այսինքն այն անձինք, ովքեր որ ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապ չունեն, չեն պահպանել հիմնարկում գտնվելու ընթացքում, համարում ենք, որ կրկին հանցագործություն կատարելու ռիսկը տվյալ անձանց մոտ բարձր է։ Իսկ պատճառները ուսումնասիրվում են։ Իհարկե, պատճառներն ուսումնասիրվում են, դրա ուղղությամբ մշտապես միջոցներ են ձեռնարկում, եթե հնարավոր այդ կապը վերականգնվում է սոցիալական աշխատողների կողմից։ Ունենում ենք մի քանի դեպքեր, երբ ընդհանրապես տվյալ անձինք, ասենք դրսում արտաքին աշխարհում ընդհանրապես որևէ մեկի հետ կապ չունեն։ Օրինակ այս բaragայում նաև հետաքրքիր է օտարերկրացիների առումով սա ինչպես է կիրառվում։ Օտարերկրացիների առումով նրանք ունեն տեսակապից օգտվելու իրավունք, որը կատարում է ապահովում ենք սահմանված կարգով, այդ կարգավորումը դեռևս ներդրվել է 2018 թվականից
օտարերկրացիները իրավունք ունեին օգտվել տեսակապից եւ այն անձինք, ովքեր որ տեսակցություններից չէին օգտվում, այն դատապարտանները։ Իսկ հիմա 22 թվականի կարգավորումները բոլոր անձանց իրավունք է տրվել օգտվել տեսակապից։ Ես ընդհանրապես տեսակապի վիճակագրությունը ասեմ, մնացած վերլուծությունը կթողեմ ձեզ։ 24 թվականի ընթացքում տրամադրվել է 3354 տեսազանք։ Իսկ 25 թվականի արդեն 5 ամիսների ընթացքում 2243 տեսազանք։ Այսինքն բավականին մեծ թիվ է կազմում։ Իսկ եթե համեմատում ենք 23 թվականի հետ, 23 թվականին տեսազանգի տրամադրման թիվը եղել է ընդամենը 2244 ամբողջ տարվա ընթացքում։ Իսկ այս 5 ամիսների ընթացքում մենք ունենք նույն պատկերը 2243 ընդամենը 5 ամսվա ընթացքում։ Այսինքն տեսազանգից օգտվելու թիվը, օգտվողների թիվը օրորի ավելանում է, ցանկություն հայտնողների թիվը ավելանում է։ Եվ դա տրամադրվում է սահմանված կարգով։ Նաև բարելավվել է տեսազանգի տրամադրման միջոցները, ձեռք ենք բերել պլանշետներ, նախկինում համակարգչային տեխնիկայով տրամադրվում, արդեն բոլոր քրեակատարողական հիմնարկներին հատկացվել են նոր տեխնիկական միջոցներ, պլանշետներ, որ ավելի հեշտացրել է այդ տրամադրման գործընթացը։ Կան այս առնչությամբ դիտարկումներ։ Այս առնչությամբ նաև նշեմ, որ օրենսդրական փոփոխության շնորհիվ, այսինքն նախկինում տեսակապի հնարավորությունը, երբ այդ հնարավորությունը օրենսդրությամբ նախատեսվեց, օգտվում էին միայն օտարերկրացիները, բայց ներկայումս օգտվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որովհետև կարող է լինել իրավիճակ, երբ օրինակ ընտանիքի անդամները կամ այն անձինք, որոնց հետ ուզում են կապի մեջ լինել, հեռու բնակավայրերում են բնակվում կամ սոցիալական ծանր վիճակում են, եւ նաև այս տեսակապի հնարավորությունը թույլ է տալիս, որպեսզի անձինք կարողանան որոշակիորեն շրջանցել արկա օբյեկտիվ խոչընդոտները, որոնք հանգեցնում են արտաքին աշխարհի հետ կապը չպահպանելուն, բայց նաև օգտվելով քննարկմանը մասնակցելու հնարավորությունից ցանկանում եմ շեշտել, որ մենք խոսում ենք օրենքով թույլատրելի կապի մասին, այսինքն դա օրենքով նախատեսված երկարատև եւ կարճատև տեսակցություններն են, օրենքով նախատեսված հեռախոսակապը եւ օրենքով նախատեսված տեսակապը եւ նաև հեռախոսակապի մասին ցանկանում եմ նաև այդ դրական միտումը արձանագրել, որ դարձյալ քայլեր ձեռնարկվել են համակարգի կողմից եւ նաև սակագների մասին նաև բարբերաբար ես ինքս նշել եմ, որ հատկապես կանանց դեպքում այդ սակագները թույլ չեն տալիս, որպեսզի առավել հաճախ օգտվեն, բայց ներկայումս նաև կարծում եմ գործընկերը ավելի մանրամասն կներկայացնի այդ հեռախոսային ցանցը ընդլայնվել է օրենքով թույլատրված, որ հեռախոսակապերը, որոնք տեղադրված են քրեակատարողական հիմնարկներում, եւ նաև սակագները բավականին մատչելի են, տևողությունը բավականին հասանելի է, այսինքն դա եւս իր հերթին նպաստում է, որպեսզի անձինք այդ հնարավորությունից նույնպես շատ օգտվեն։ Այստեղ ուղղակի ցանկանում եմ նաև նշել, որ իհարկե հրախուսելով արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը, ինքս հակված եմ խրախուսելուն օրենքով թույլատրելի կապի պահպանելուն եւ այստեղ բնականաբար չեմ կարող չխոսել նաեւ արգելված իրերի մասին, դրանց ներթափանցման մասին, մասնավորապես բջջային հեռախոսներ։ Իհարկե այս հարցի մասին երբ որ խոսում ենք բարբերաբար ուրեմն արդարացումները լինում են առ այն միգուցե նաև ազատազրկված անձանց կողմից, որ կան որոշակի բնականաբար եթե կա քրեակատարողական հիմնարկ, կա ներքին կանոնակարգ, բնականաբար օրենքով թույլատրելի որևէ հնարավորությունից օգտվելը պիտի լինի կանոնակարգված եւ կարծում եմ, որ անձը նաև իր վարքագծով պիտի ցույց տա, որ ինքը իր վարքագիծը դրսևորում է ներքին կանոնակարգին համապատասխան եւ թույլ չի տալիս խախտումներ Եվ այս առումով իմ սուբյեկտիվ նաև այդ մակարդակում բավականին խիստ են վերաբերվում այն դեպքերին, երբ անձինք շրջանցում են այդ ներքին կանոնակարգ օրենքով թույլատրելի կապի միջոցները եւ փորձում են նաև բջջային հեռախոսներ ունենալ իրենց մոտ եւ եթե կարելի է այստեղ նաև անցած տարի հենց ծառայության պաշտոնական հրապարակումները երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ բազմաթիվ դեպքեր են լինում եւ դրանք ներս են տարվում համակարգում աշխատող տարբեր անձանց կողմից, դրանք կարող են լինել քրեակատարողական ծառայողներ, աշխատողներ, բուժաշխատողներ, որոնք այլ կառույց են ներկայացնում քրեակատարողական բժշկության կենտրոն, եղել են նաեւ դեպքեր, երբ ուսուցիչների կողմից են դրանք փորձ արվել ներս տանել եւ նաեւ շատ են դեպքերը, երբ օրինակ անձինք երբ տեղափոխվում են դատարաններ կամ
բժշկական կենտրոններ, այնտեղ իրենց որոշ ձևերով փորձ է արվում դրանք փոխանցել եւ հետո նրանք իրենց հետ դատանում են քրեակատարողական հիմնարկ։ Իհարկե նաեւ պաշտոնական բարձաբանումները փաստում են, որ դրանք այսպես օպերատիվ կարգով կամ ոչ օպերատիվ կարգով բացահայտվում եւ արգելվում են եւ նաեւ համապատասխան իրավական ընթացակարգեր են տեղի ունենում, բայց կարծում եմ, որ իհարկե ամբողջությամբ կողմ լինելով ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության կարծում եմ, որ արգելված իրերի արկայությանը շատ խստությամբ եւ լրջությամբ պետք է վերաբերվել, որովհետեւ դրանք երբեմն օգտագործվում են ոչ թե ուղղակի ընտանիքի անդամների հետ կամ հարազատների հետ կապը առավել ինտենսիվ պահպանելու նպատակով, այլ քրեակատարողական հիմնարկներից տարբեր հանցագործություն կատարելու նպատակով եւ կարող են օրինակ տարբեր սպառնալիքներ ներկայացնել, տարբեր պահանջներ ներկայացնել, բնականաբար նախադեպեր լինում են, իմ կարծիքով, եթե կարող են լինել, օրինակ նաև բավականին վերջերս աղմուկանած դեպքը, երբ կինը իր երեխաների հետ որոշակի տեսանյութեր էր նկարահանել եւ դրանք իրենց, այսինքն նաև այդ արկա մամուլի հրապարակումներից կային որոշակի ենթատեքստեր, որ նաև դրանք ներկայացնելու որոշակի պահանջ էր ներկայացվել։ Այսինքն նմանատիպ դեպքեր բնականաբար կան, կարող են լինել եւ այս առումով պետք է բավականին խստությամբ վերաբերվել եւ նաև ազատազրկված անձինք իրենք էլ պիտի իմանան, որ նաև իրավապաշտպանները կողմ են, որպեսզի պետությունը պարբերաբար քայլեր ձեռնարկի այդ օրենքով թույլատրելի կապի միջոցները ընդլայնելու, հնարավորինս հասանելի դարձնելու համար, բայց միևնույն ժամանակ իրենք պիտի գիտակցեն, որ պիտի պահպանեն ներքին կանոնակարգի պահանջները, որովհետև ի վերջո դրանով է որոշվում, արդյոք անձը դադարում է հակասոցիալական վարքագիծ դրսևորելուց թե ոչ, եւ արդյոք կարողանում է պահպանել համակեցության կանոնները եւ տվյալ միջավայրի սոցիալական նորմերը։ Ամեն դեպքում դուք կարծում եք, որ դա բավական այսպես ակտուալ է եւ տարածված է քրեակատարողական հիմնարկներում։ Ինքս չեմ կարող փաստել, որ տարածված է, այնուամենայնիվ քրեակատարողական ծառայության պաշտոնական պարզաբանումները, հրապարակումները փաստում են, որ դրանք արգելվում, բացահայտվում են եւ կատարվում են պաշտոնական հրապարակումներ, բայց այստեղ բնականաբար պետք է առանձին ուսումնասիրել այդ հանցագործությունները, հասկանալ դրանցից քանիսն է տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկի ներսից, այսինքն սա առանձին ուսումնասիրության դաշտ է, բայց ուղղակի նաև օգտվելով քննարկման ձևաչափից, քանի որ խոսքը վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապին, նաև որպես ազդակ եւ որպես մտահոգություն, որ մեր խոսքը վերաբերում է թույլատրելի կապին եւ դա որևէ ձևով չպետք է արտոնի, որ անձինք փորձեն որոշակի նաև հիմնավորումներ ունենալ իրենց մոտ արգելված որոշակի իրեր պահելու համար։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, խնդրեմ, ձեր տեսակետը արդյոք ուսումնասիրություն կատարվում է, որքանով է մեծ տարածվածություն արգելված իրերի, անթույլատրելի, կապի միջոցների եւ քանի որ նշվեց դրանց հիմնական մասը, այսպես մուտքը քրեակատարողական հիմնարկներ հենց աշխատակազմի կամ տարբեր դասընթացավարների, ուսուցիչների միջոցով է, կխնդրեմ սա։ Շատ լավ, անդրադառնում նաև այդ հարցին, արգելված իրեր միշտ էլ փորձել են բերեն ազատությունից զրկված անձինք, նաև օրինակով ասեմ, երբ անձին թույլատրվել է օրինակ գնալ հարազատի թաղման արարողությանը մասնակցելու, հետ գալուց ինքը փորձել է արգելված իր ներս մտցնել իր հետ։ Սա խոսում է նրա մասին, որ ցանկացած բարագայում իրանք պատրաստ են այդ արգելված իրը ներս մտցնելու։ Մեր գործն դա բացահայտելն է եւ դրա ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելն է, ինչեւ որ իրականացնում ենք սահմանված կարգով ցանկացած դեպքում նման իրավիճակում կազմում են համապատասխան փաստաթղթեր, որ դեպքը որ ենթակա է կարգապահական պատասխանատվության կիրառվում է կարգապահական պատասխանատվության միջոց, որ դեպքը որ քրեական պատասխանատվություն է ենթադրում, նյութերը ուղարկվում են արդեն քննչական մարմիններ։ Վիճակագրության մասով այդ մասով չեմ կարող ասել կոնկրետ ինչքան դեպք է եղել, քանի որ մենք նման վիճակագրություն չենք վարում, դա արդեն վարույթ իրականացնող մարմինները կարող դրամադրեն, թե կոնկրետ քրեակատարողական հիմնարկների մասով քանի նմանատիպ դեպք են ունեցել կամ գործը քննվել։ Որտեղ հանդես ներողություն, պարոն Մարգարյան, քանի որ նշեցիք դուք ինքներ չեք քրեակատարողական ծառայությունը չի իրականացնում, այդ վիճակագրությունը, բայց վիճակագրությունը չենք իրականացնում, որտեղ մենք կազմեցինք փաստաթուղթը ուղարկեցինք, մենք չգիտենք, չենք իմանում դրանով վարույթ հարուցվեց, չհարուցվեց։ Բայց կարևոր չէ հասկանալու համար հետագա կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի
տեսնեք որ օղակն է, որ թույլ է եղել, ինչ ազդեցություն է։ Որ օղակը որ թույլ է, բնամալ պարզ է, քրեակատարողական հիմնարկը կոպիտ ասած ունի մեկ դուր եւ ինչ որ տեղափոխվում է դռնով է իրականացում։ Չէ, դե դուք ինքներդ նշում եք, որ եւ կան աշխատակիցների միջոցով եւ կան որ դատապարտյալները օրինակ դուրս են գալիս։ Այո, հիմնականում դատապարտյալների միջոցով, աշխատակիցների միջոցով դա բացառիկ դեպքեր է լինում, երբ որ աշխատակիցներն են արգելված իրեր ներս բերում, բայց դա բացառիկ դեպքերում է լինում, այնպես չի որ ամբողջը տենց է։ Այն դեպքում վիճակագրական ինչ-որ բաներ լինում է, բայց կոնկրետ ես բանի որ ես դա ներկայացնում թե քանի դեպք ա եղել կոնկրետ որ բջջային հեռախոս են բերել կամ թմրանյութ են բերել, տենց առանձնացված վիճակագրություն ես բանի չեմ կարող ներկայացնել։ Չեք կարող նաև նշել ամեն դեպքում առանց հստակ վիճակագրական տվյալների, որ արգելված իրերն են ավելի շատ տարածված։ Դե հիմնականում բջջային հեռախոսն է արգելված իրերից տարածված, որտեղ դրա պահանջարկը անդադ ունեն գործընկերոջս նշած անթույլատրելի կապի ապահովման միջոցն է ինքը համարվում քրեակատարողական հիմնարկների, որով որ կարողանում են խոսել իրենց հարմար ժամերի, դրա համար ձգտում են ունենալ։ Թե չէ մենք բոլոր քրեակատարողական հիմնարկներում, ինչպես գործընկերս նշեց, բարելավել ենք նաև հեռախոսակապի տրամադրման գործընթացը բոլոր քրեակատարողական հիմնարկներում 24 թվականի վերջին արդեն տեղադրվել են նոր ժամանակակից հակավանդալային հեռախոսներ եւ նվազեցվել է նաև սակագինը, ինչպես որ նշվեց նախկինում 1 րոպեի համար եթե վճարում էին օրինակ 20 դրամ, 19 դրամ, հիմա 1 րոպեի վճարը վարձը կազմում է 8-9 դրամ։ Բացի այդ պետության միջոցների հաշվին հիմա ծրագրային ապահովման աշխատանքներ են իրականացվում բոլոր քրեակատարողական հիմնարկներում, որից հետո արդեն բոլոր ազատությունը ձեռքված անձանց 20 րոպե պետության միջոցների հաշվին մեկ ամսվա ընթացքում տրամադրվելու է անվճար խոսելաժամանակ, այսինքն այդ 20 րոպեն իրանք խոսելու են անվճար, իրանց կոդով տրամադրվելու են կոդեր, QR կոդեր։ Դրանից հետո արդեն լրացուցիչ կարող են խոսեն իրենց հաշվին արդեն նշածս այդ էժան սակագնով։ Շատ լավ, շնորհակալություն եւ ամփոփելով քննարկումը անդրադառնանք հաշվի առնելով որ պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգը միավորներ է հատկացնում ելնելով արտաքին աշխարհի հետ, շփումից կխնդրեմ Տիկին Հովհաննիսյան նախ դուք անդրադառնաք որքանով է, այս ներկա պրակտիկան, ապահովում, որպեսզի անարդարացիորեն չպատժվեն եւ նման շփումը խոչընդոտող համակարգային խոչընդոտներ, չլինեն։ Այնուհետեւ պարոն Մարգարյանը անդրադառնա հարցին։ Այսինքն ներկայիս գործող կարգավորումները պայմանական կարգավորումները վաղաժամկետ ազատման միավորների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Տեսեք, կարծում եմ, որ այն անձը, ով պատժի լրիվ կրումով է ազատվում, նաև ընկալումը այնպիսին է, որ ինքը իր պատժաչափի ժամանակահատվածով ժամանակ ունեցել է իր վարքագիծը շտկելու, ենթադրությունը այն է, որ պետությունը ունեցել է իր կողմից սահմանված ժամկետը անձի հետ անհրաժեշտ աշխատանքները տանելու եւ բնականաբար, երբ պատժաչափը լրացել է, համարվում է, որ բնականաբար այն պատժի խնդիրները, նպատակները, որոնք նաև օրենսդրությամբ պետությունը, այսպես ասած, ստանձն է առել, իրականացրել է։ Իսկ այն անձը, ով պայմանական վաղաժամկետ է ներկայացնում, պայմանական վաղաժամկետ է ցանկանում ազատվել, նշանակում է, որ հայտ է ներկայացրել իր պատժի մնացած մասը հասարակության մեջ կրելու եւ երբեմն նաեւ պահանջները, որոնք դրված են այն անձանց առջեւ, ովքեր պայմանական վաղաժամկետ ազատվելու հայտ են ներկայացնում, որոշակիորեն կարող են խիստ լինել եւ բնականաբար այստեղ արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը բավականին կարևոր բաղադրիչներից մեկն է, որովհետև ի վերջո երբ անձը անկախ նրանից պայմանական վաղաժամկետ է ազատվում, թե պատժի լրիվ կրումով է ազատվում, ի վերջո գալու է հենց այդ նույն արտաքին աշխարհը եւ շատ կարևոր է, որպեսզի ինքը արտաքին աշխարհի հետ կապը պահպանի այնպես, որպեսզի հետագայում այդ հակասոցիալական վարքագծի կամ իրավախախտ վարքագծի դրսևորումներ չլինեն եւ անձը կարողանա համակեցության նորմերին համահունչ բնակվի հասարակության մեջ, նաեւ հասարակության համար վտանգ չներկայացնի, այսինքն սա ամբողջ տրամաբանությունն է եւ բնականաբար գնահատելու համար թե կոնկրետ այս կոմպոնենտը ինչքանով արդյունավետ համամասնություն է կազմում այդ բալային համակարգի, բնականաբար հենց դրան էր
հետված նաև այսօրվա քննարկումը, այսինքն հասկանալ ինչ օրենսդրական կարգավորումներ կան, հասկանալ դրանցից որոնք են կիրառվում, չկիրառվելու հետ կապված ինչ խոչընդոտներ կան եւ բնականաբար նաև նոր հայեցակարգի հետ կապված բավականին ծավալուն քննարկումներ ունեցել ենք եւ կարծում եմ, որ նոր հայեցակարգը կամ նոր իրավական ակտը, որը որ կմշակվի կամ միգուցե մշակման փուլում է, հնարավորինս նկատի կառնի, այնուամենայնիվ մենք նաև այդ փաստաթուղթը կուսումնասիրենք եւ եթե կունենանք դրա հետ կապված առարկություններ կամ առաջարկություններ կներկայացնենք։ Խնդրեմ, պարոն Մարկարյան, ձեր տեսակ։ Շատ լավ։ Արտաքին աշխարհի հետ կապը, տեսեք, վերասոցիալականացման շատ կարևոր բաղադրատարերից է եւ դրա համար իսկ վերասոցիալականացումը Գրակատարողական ծառայության վերասոցիալականացման իրականացումը ծառայության եւ հիմնարկների հիմնական խնդիրներից մեկն է եւ այդ ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում եւ ծառայության կողմից եւ արդարադատության նախարարության եւ գրակատարողական հիմնարկի վարչակազմերի կողմից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին թե ինչքանով էր առնչվում ես իմ խոսքի մեջ արդեն անդրադարձա այդ մասին որ գնահատման ենթակակետ արտաքին աշխարհի հետ կապը եւ դա դիտարկվում է անձի կողմից կրկին հանցագործության ռիսկը գնահատելու տեսանկյունից եւ արդեն նշեցի որ միայն բացառիկ դեպքերում ենք մենք այդ միավորը գրում 0, այսինքն միավոր չենք տալիս արտաքին աշխարհի հետ կապի հետ դեպքում երբ որ անձը ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապ չունի երբևէ բաժի գրման ընթացքում տեսակցություններից չի օգտվել տեսակապից չի օգտվել մեկնում չի գնացել եւ հանձնուկներ չի ստացել կամ շատ հազվադեպ հանձնուկներ է ստացել միայն այս դեպքում են գնահատում որ արտաքին աշխարհի հետ կապը բացակայում է եւ արդեն իհարկե ազդեցություն ունի քանի որ դա արդեն ռիսկ է իրենց ներկայացնում դրսում հարմարվելու հետ կապված ճիշտ է դրա ուղղությամբ էլի միջոցներ ձեռնարկում ենք բայց խնդրահարույց ենք համարում դա եւ գնահատվում է կոնկրետ պայմանական գործընթացում 0 միավոր մնացած բոլոր դեպքերում ուսումնասիրվում են պատճառները վերականգնվում են կորցրած կապերը միջոցներ են ձեռնարկում են կապերը պահպանելու ուղղությամբ դրան են միտված են տեսակցությունները, տեսակապից օգտվելը, հեռախոսակապը, մեկնումները, որոնք են ուղղված են այդ կապի ապահովմանը եւ պահպանմանը։ Քանի որ դա շատ կարեւոր է հետագայում հասարակության մեջ տվել անձը վերինտեգրելու համար։ Շատ լավ, շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը, ինչ է թույլ տալիս օրենքը եւ ինչ է տեղի ունենում գործնականում թեմայով։ Քննարկումը անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում ծրագրի շրջանակում։ Մեր բանախոսներն էին Հովհաննես Մարգարյանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ եւ Նարե Հովհաննիսյանը Իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ։ Շնորհակալ եմ, հաջողություն։